Շնորհավորեցեք, Ցորենն էլ արտաքին։ Բավական ուշագրավ այնպես հայտարարություններ էր, մասնավորապես, որ Նիկոլ Փաշինյանը միջ պատերազմը խոստացել է լուծել Ղարաբաղի հարցը, անցած հարցը, բայց հետո փոշմանել է, խոստումը չի կատարել։ Նախ ինչ պայմանավորվածության մասին է դուք թիմի անդամ եք եղել եւ ինչու է Փաշինյանը որոշել, որ չի կարող եւ ասել է օրինակ ինձ կուտեն, չգիտեմ, այսպեսի Ես թվում է վերջին 7 տարիների Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցությունների վերաբերյալ խոսակցությունները շատ թափանցիկ եւ հրապարակային են եղել, հատկապես վերջին տարիներին այդ մասին ամեն ինչ խոսվել է եւ նաեւ այն տարիներին մենք գիտենք, որ եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններ, այդ բանակցությունները առանձնապես արդյունքներ չեն տվել եւ եղել է դրա քննադատություն, եղել է այդ քննադատության որոշակի մասի ընդունում Հայաստանի կառավարության կողմից, բայց նաեւ աշխարհակահաղական իրավիճակի հետ կապված խնդիրները փոխվել են։ Ես չէի ցանկանա մանրամասնել Ադրբեջանի արտգործնախարարի ասածները, հաշվի առնելով, որ այդ ամեն ինչը հայտնի է մեզ, ձեզ, բանակցությունները 18 թվականից այս կողմ Հայաստանը նաև քննարկումներում ասել է, որ նաև Լեռնային Ղարաբաղը պիտի մասնակցի այն ժամանակ բանակցություններին որպես իր ճակատագրի որոշող։ Ես կարծում եմ, այստեղ ինչ որ նոր ես այդ հարցազրույցը նայել եմ եւ որևէ նոր բան այնտեղ չեմ տեսել։ Խոսում է նաև Ադրբեջանը 4 անկլավների մասին։ Բանակցությունները տապալելու եւ իր քայլերով, սադրիչ քայլերով պատերազմը հրահարելու համար եւ Բայրամովը փակագծեր է բացում, որ իրենք մի փաստաթուղթ են պատրաստել այդ սադրիչ գործողությունների, որը ներկայացրել են մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո բոլոր արտերկրի դիվանագետներին։ Խոսքը եւ Տոնոյանի նոր պատերազմ, նոր տարածքներ եւ Նիկոլ Փաշինյանի Արցախը, Հայաստանը եւ վերջ հայտարարությունը եւ Լեռնային Ղարաբաղում համահայկական պատմության մեջ առաջին անգամ համահայկական խաղերի անցկացումը եւ Տավուշի Հուլիսյան մարտերը, որտեղ ադրբեջանցի գեներալ սպանվեց եւ հետո Սարդարապատում բավական մեծ շոկով վարչապետը պարգևատրեց բոլոր զինծառայողներին։ Այս բոլոր հանգամանքները մատնանշելով նշում են, որ ի վերջո այս ամեն ինչը տարավ բանակցային փուլից Փաշինյանի հրաժարվելու եւ պատերազմ հրահարելու։ Սրա դուք համաձայն եք։ Համաձայն չեմ, որովհետեւ Հայաստանը ելքեր էր փնտրում հակամարտությունը խաղ կարգավորելու համար, բայց նաեւ ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ բնական է, որ պատերազմի պատրաստվող երկիրը հիմա պետք է այդ որևէ տարբեր փաստարկներով արդարացնի իր ռազմական գործողությունները, ռազմական ագրեսիան։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ նաև նույն փաստարկներով Հայաստանի Հանրապետությանը մեղադրում էր նաև Ռոբերտ Քոչարյանը իր վերջին տված ասուլիսում։ Այդ զուգադիպությունը եւս եւ Սերժ Սարգսյանը եւս այդ զուգադիպությունը եւս ցանկանում եմ ձեր ուշադրությանը հրավիրել, որ ըստ էության Ադրբեջանի պետական գործիչները, քաղաքական գործիչները եւ Հայաստանի նախկին նախագահները նույն մեղադրանքներն են հնչեցնում Հայաստանի Հանրապետությանը, ինչը չափազանց անընդունել է Հայաստանի Հանրապետությունը կրկնում եմ այդ տարիներին, 2 տարիներին, ըստ էության փորձում էր դուրս գալ այն իրավիճակից, որը չհանգեցնի ռազմական հակամարտության, պատերազմի եւ չի հրաժարվել բանակցությունից, բնականաբար չի հրաժարվել բանակցություններից, ուղղակի նաեւ ակնհայտորեն այդ բանակցությունների բովանդակության համար շատ փոքր տարածք է եղել Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ շուրջ 20 տարի բանակցային այնպիսի ճարտարապետություն հյուսվել եւ Հայաստանում դրա այնպիսի հակառակ պատկերն է ներկայացվել, որ բարդ էր այդ փոքր տարածքի մեջ մանևրել եւ դրան զուգահեռ նաեւ ուժերի բալանսներ կտրուկ փոխվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը բարդացնում էր Հայաստանի։ Ինչի մասին նշվում է եւ Սերժ Սարգսյանը եւ երկրորդ նախագահ Ես Հայաստանը փորձել է բանակցել իրավիճակի վերաբերյալ, ինչ մնացած ամեն ինչի մասին, ինչպես նշվել է, դրանք հրապարակվեն։ Ես չգիտեմ, դա կառավարության տիրույթում է եւ ինչպես խոստացվել է, մինչեւ տարեվերջ կհրապարակվեն։ Բանակցությունները շարունակվել, պարոն Խանտանյան,
երբ որ պահից դադարեցին բանակցությունները, ինչի մասին խոսում Գիտեք, դուք գիտեք բոլոր հանդիպումների մասին այդ ընթացքում ոչ տեղի են ունեցել, այսինքն ամիս-ամսաթվերով չեմ կարող ասել, բայց 18-19 թվականներին տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ այդ բանակցությունները ես օր ամսաթվով չեմ կարող ասել, բայց դե մինչև 2020 մինչև պատերազմի սկսվելը ակնհայտորեն կար բանակցային գործընթաց, դրա արդյունավետության մասին արդեն գնահատականները տարբեր են։ Պարոն Խանջանյան, զրոյական կետից եմ սկսում, այդ ժամանակ կաններ էր արդեն բանակցություններ, այլևս Ադրբեջանը որևէ ձևով Հայաստանը կրկին նշում եմ, որ տվյալ իրավիճակում բանակցային այդպիսի ժառանգության պայմաններում փորձում էր ելքեր գտնել, որպեսզի բանակցությունները շարունակվեն եւ մեկն է դա, ինքը հասկացել որ որևէ տարբերակ այլևս չկա, պետք է զրոյից սկսել։ Դե ակնհայտորեն այո, որովհետեւ այն կար բանակցային ժառանգություն եւ բանակցային տրամաբանություն, որը բերել եւ կանգնեցրել էին այդ բանակցությունները, ինչպես 18 թվին Սերժ Սարգսյանն էր ասել, եւ բայց դրա զուգահեռ կար նաեւ շատ տարբերվող, կտրուկ տարբերվող հանրային ընկալում եւ Հայաստանի խնդիրներ, որպեսզի այդ բանակցություններն ու հանրային ընկալումները փոքրինչ մոտեցնել իրեն, ինչը չստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացներ, որ այսպիսի առաջարկներ է ներկայացվել, բայց այդ մասին լռել է փաստորեն Փաշինյանը երկար տարիներ։ Այդ մասին շատ է խոսվել, արդեն քանի տարի այդ հարցը տալիս եք, ասում ենք, որ Դրանով կորոշվեր Արցախի ճակատագիրը, ասացիք հայկական կողմը նոր առաջարկները, որոնց մասին խոսում են բոլորը, մերժել է հայկական կողմը, թե դրանք քննարկել, իրականությունը որտեղ է, գուցե դուք իշխանության տեսակետը ներկայացնեք։ Քննարկվել են իհարկե այդ փաստաթղթերը, բայց արդյունքում որևէ, այսինքն արդյունք չի եղել, հա, այդ իրադարձություններին։ Ես չեմ կարող բան անել, հա, ես չեմ կարծում, որ Հայաստանը մերժման նամակ է ուղարկել։ Խոսվում է 4 անկլավների վերադարձի հետ կապված եւ Նիկոլ Փաշինյանը ասում է Արցախաշենը պետք է վերադարձնենք, բայց մենք Ադրբեջանից չենք տեսնում երբևէ որ խոսի փոխանակման մասին, այլ միայն պահանջներ ներկայացվում, որ պետք է Հայաստանը վերադարձնի այդ 4 անկլավները։ Հիմա դուք վտանգ չեք տեսնում, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխանակման։ Այդ անկլավների հարցը արգելի գործընկերներ բազմիցս է քննարկվել, կա այդպիսի հարց եւ դա պետք է արդյագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում, այսինքն այդտեղ որևէ թաքցնելու բանի թեմա չկա, այսինքն փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետեւ նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետեւ սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ-որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում։ Արցախաշենը մենք կարողանանք վերադարձնել։ Անընդհատ հարցեր եք տալիս, ես չեմ կարողանում ամբողջ բովանդակությունը ներկայացնել ձեզ։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի եւ սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ մեջտեղում, վերջում թե որ, պետք է նաեւ անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի եւ այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղ ունենա սահմանագծման աշխատանքներ։ Հետո արդեն Հայաստանը եւ Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում, եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Դրա համար պետք է հանրաքվե տեղի ունենա, այսինքն Հայաստանի կառավարությունը չի կարա որոշի, որ սպասում էին իրավական հիմքեր, սկզբում ասում էին, որ չկան անկլավներ, հետո ասում որ կան, պետք է ներկայացվեն իրավական հիմքեր։ Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներում պետք է ներկայացվեն այդ հիմքերը եւ որ հիմա եթե գիտեք վերջերս ամենավերջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբեր ամսին, որը այլ բովանդակություն ուներ թրիփի շրջանակներում սահմանային այդ հատվածների ես ենթադրում եմ որ հետագա հանդիպումների ընթացքում այդ հարցը նաեւ սահմանազատման հանձնաժողովների միջև կքննարկվի, այսինքն դա մի հարց է, որը ամբողջությամբ այդ հանձնաժողովների տիրույթում է, այստեղ ինչ որ քաղաքական աշխարհաքաղաքական հատկապես բովանդակություն չկա։ Ես տեղյակ չեմ։
Արդյոք ճիշտ է այդ հայտարարությունները, որոնց մասին ես քիչ առաջ նշեցի, որ Արցախը Հայաստան է եւ երբ որ հետահայաց եք նայում, արդյոք ճիշտ է ասել, որ գնացեք եւ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցեք, ինչը Ադրբեջանը անցալել է որպես բանակցությունների ավարտ, բազմամյա բանակցությունների ավարտ տապալում եւ հետեւաբար այդ թեման ոնց որ մանրամասն անդրադարձանք, այդ թեմային այնքան երկար ենք խոսել, վարչապետը այնքան մանրամասն է խոսել այն հայրենասիրության մոդելի մասին, այդ հայրենասիրության մոդելից բխող հայտարարությունների մասին, խոսել է պատասխանատվության մասին, այսինքն անընդհատ թեման, որ մենք բան ենք անում, հա, բերում ենք եւ 2025 թվականին, երբ որ կա բանակցային լրիվ իրավիճակ, դրա հանրային տեղեկատվության օգտակարությունը, երբ որ կառավարությունը ընդունում է, որ եղել են բացթողումներ, բայց այդ հայտարարությունները, մեկնաբանությունները, բացթողումները բխել են իրավիճակից, աշխարհաքաղաքական իրավիճակից, Հայաստանի ռազմավարական դիրքից, հնարավորություններից եւ նաեւ մթնոլորտից ու վարչապետը ինչպես հաճախ նշում հայրենասիրության այն մոդելից, որը մենք բան ենք արել, հա, մեր մեջ ա եղել ու մենք մինչև հիմա չի լինում, ամեն տարի չի փոխվում, բան Խանդայյան, ոնց է լինում, որ մի տարի ԿՊ-ների հայրենասիրության այն մոդելն է, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, հաջորդ տարի այդ մոդելը չկա։ Գիտեք, բանը կյանքը ինքնահայացման process է նաեւ եւ կյանքի տարբեր փուլերում մարդիկ եւ իրավիճակների շատ տարբեր իրավիճակների եւ իրադարձությունների բախվելով փոխում են հայացքները եւ ճակատագրական իրադարձությունների հետևանքով են սկսում այլ կերպ գնահատել իրավիճակը ու հասկանալ թե ինչն է եղել սխալ։ Այս մասին խոսակցությունը այնքան մանրամասն է եղել հանրության եւ ձեր հետ բոլորի հետ, որ կարծում եմ այդ անդադար քննարկվում է, չէ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Դահնինի որ ձեր հայրենասիրության մոդելը նորից չի փոխվում։ Իվաշկյան այստեղ հարց են տալիս էլի։ Իրական Հայաստան, իխոսքով այդ ամբողջ այդ քարոզի դեպքում Ադրբեջանը չի սսկվում եւ անընդհատ փորձում է ծավալապաշտական նկարտումները անգամ Ադրբեջանի խորհրդանի պատգամավոր ասում է եթե Թրամփի ճանապարհը չբացեն ուժով կմերժեն։ Այսինքն Հայաստանում է ձեր ասած նոր հայրենասիրական մոդելին Ադրբեջանից որևէ այսպես զսպած վերաբերմունք չի լինում։ Ինչպես է սա բացառում։ Այս հայրենասիրական մոդելով հնարավոր կլինի, այսպես է Հայաստանը։ Իսկ հնարավոր կլինի կրկին Հայաստանի սահմանները առաջ տալու մոդելով փորձել խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր տարածք ունի եւ 29743 կիլոմետր 29743 կիլոմետր քառակուսի կիլոմետր տարածք ունի եւ այդ տարածքներից դուրս Հայաստանի Հանրապետությունը հայրենիք չի փնտրում, Հայաստանի քաղաքացիների բարօրությունը եւ մեր ժողովրդավարության զարգացումը Հայաստանի Հանրապետությունը տեսնում է այս տարածքում։ Խանդայյան որքանով մի վատ 2019 թվականի առաջարկի մասին որ խոսվում է, դուք որոշային պատասխանատուներից մեկը ճիշտ եք համարում, որ հանրությունը տեղյակ չէ, ինչ առաջարկի մասին է խոսքը, ասում եք հրապարակ։ Այդ հարցին արդեն պատասխանել է ու ըստ էության այդ պահին պետք է հրապարակներ, որովհետև եթե բոլոր բանակցային փաստաթղթերը տվյալ պահին հրապարակվեին, որևէ բանակցություն տեղի